Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները մաթեմատիկայից։ Այսօր մենք կսովորենք միավոր, տասնավոր, հարյուրավոր, դասը, կուսումնասիրենք բոլոր առաջադրանքները։ Նայում ենք առաջադրանք 298-ին, տեսնում ենք միավորը, տասնավորը, հարյուրավորը կարգեր են երեխաներ։ 235 թվի մեջ հարյուրավորների կարգում 2 միավոր կա, տասնավորների կարգում 3 միավոր, միավորների կարգում 5 միավոր, այսինքն 2 հարյուրյակ, 3 տասնյակ, 5 միավոր, թիվը կաշտացվում է 235։ Եռանիշ թվի հարյուրավորը ցույց է տալիս այդ թվի հարյուրյակների քանակը։ 298-ը կաշտաթիվը եւ ասա, թե որ թվանշանն է հարյուրավորը, որը տասնավորը, որը միավորը։ 254, 2 հարյուրյակ, 5 տասնյակ, 4 միավոր։ 380, 3 հարյուրյակ, 8 տասնյակ, 1 միավոր։ 316, 3 հարյուրյակ, 1 տասնյակ, 6 միավոր։ 600-ը պարունակում է միայն 6 հարյուրյակ, 444-ը յուրաքանչյուր կարգում 4 միավոր, 4 հարյուրյակ, 4 տասնյակ, 4 միավոր։ Առաջադրանք 308-ը կաշտանք թվերը 7, 27, 427, 320։ Այժմ կաշտանք հարյուրավորների, տասնավորների և միավորների գումարը և ասենք, որ թիվն է կազմում։ 7 հարյուրյակ 2 տասնյակ 8 միավորը 728 թիվն է։ 8 հարյուրյակ 4 միավոր 804, տեսնում եք տասնավորը չկա։ 4 տասնյակ 6 միավոր 46, 4 հարյուրյակ 3 տասնյակ 430։ Նույն ձևով կարգային գումարների գումարը արտահայտում ենք թվի տեսքով։ 600 գումարած 50 գումարած 8 հավասար է 658, 30 գումարած 3 հավասար է 33, 400 գումարած 7 հավասար է 407, 700 գումարած 80 հավասար է 780։ Մրցույթը կարող եք կազմակերպել դասարանում և տեսնեք, ով ավելի շատ արտահայտություններ, անհավասարություններ կկազմի օգտագործելով 3-5 թվանշանները և գումարած, հանած, բաժանած, բազմապատկած հավասար է մեծ է փոքր է նշանները։ Առաջադրանք 312-ը պետք է բացահայտենք օրինաչափությունը և շարունակենք։ Օրինաչափությունը 97, 98, 99 նկատում ենք, որ թիվը պետք է մեծացնենք 1-ով, այսինքն գրենք յուրաքանչյուրի հաջորդ թիվը։ Նույնը երկրորդ շարքում է, արդեն ոչ թե երկնիշ թվերով, այլ եռանիշ։ Երրորդ շարքում թվերը մեծացնելու ենք տասնյակներով 207, 217, 227, 237 և մինչև ինչքան որ պատուհանիկներ կան, լրացնենք։ Մյուսը նույնպես տասնյակներով պիտի ավելացնենք, այստեղ արդեն միանիշ թվից հետո գալիս են երկնիշ թվերը։ Հաջորդ շարքում հնգյակներով պիտի ավելացնենք 400, 405, 410, 415, 420, 425, 430։ Իսկ ամենավերջում ուշադրություն դարձրեք 700, 750, 800, ուրեմն 50-ով պիտի մեծացնենք թիվը, 850, 900, 950, 1000։ Իսկ հիմա կատարենք գրավոր առաջադրանքները։ Գրում ենք 5 եռանիշ թիվ, որոնց տասնավորը 8 է, այսինքն պետք է պարունակի երկրորդ կարգում 8 միավոր։ Օրինակ ես գրել եմ 285, 381, 480, 686 և 784։ Հաջորդը գրում ենք 5 եռանիշ թիվ, որոնց հարյուրավորն է 8, այսինքն բոլոր թվերի մեջ հարյուրյակը պիտի լինի 8։ 802, 815, դուք կարող եք ձեր ցանկացած թվերը գրել։ Իսկ այ 302 համարը գրելու համար դուք ցանկացած թիվ չեք կարող գրել, պիտի գրեք այն եռանիշ թվերը, որոնք գրվում են միևնույն թվանշանով, այսինքն հարյուրավորը, տասնավորը, միավորը նույն թվանշանով են գրվում։ Դրանք հետևյալ թվերն են 111, 222, 333, 444, 555,
666, 777, 888, 999։ Լրացնում ենք աղյուսակը։ Հարյուրավորների կարգում 1 հարյուրյակ, 4 տասնյակ, տասնավորների կարգում 4 տասնյակ, միավորների կարգում 3 միավոր, 143։ 3 հարյուրյակ, 2 տասնյակ, 0 միավոր, 320 թիվն է կազմում։ 6 հարյուրյակ, 0 տասնյակ, 5 միավոր, 605։ Իսկ վերջում 300 թիվը մենք ենք գրում կարգային գումարների գումարի տեսքով կամ յուրաքանչյուր կարգում քանի միավոր կա։ 3 հարյուրյակ, 0 տասնյակ, 0 միավոր։ Իսկ հիմա, հետևելով դասակարգի օրինակին, պետք է թվերը ներկայացնենք կարգային գումարների գումարի տեսքով։ 805-ը կազմված է 8 հարյուրյակ և 5 միավորից։ 432-ը 4 հարյուրյակ, 3 տասնյակ, 2 միավոր, 327-ը 3 հարյուրյակ, 2 տասնյակ, 7 միավոր, 750-ը 7 հարյուրյակ, 5 տասնյակ, 66-ը 6 տասնյակ, 6 միավոր։ Հաջորդ օրինակը նույնպես կարգային գումարների գումարի տեսքով ենք ներկայացնելու, այս դեպքում ոչ թե հարյուրյակ և միավոր բառերը օգտագործելով, այլ թվերը գրելով։ Օրինակ 732-ը հավասար է 700 գումարած 30 գումարած 2։ Առաջադրանք 310-ը կազմելու ենք արտահայտություն և հաշվել, թե որքան դրամ կա յուրաքանչյուր խմբում։ Նայում ենք։ Առաջին խմբում կա 1 հատ 500 դրամանոց, 1 հատ 200 դրամանոց և 3 հատ 100 դրամանոց։ Հաշվում ենք և տեսնում, որ 1000 դրամ է կազմում։ Երկրորդ շարքում 1 հատ 500 դրամանոց, 2 հատ 200 դրամանոց, 1 հատ 100 դրամանոց, նույնպես 1000 դրամ։ Երրորդ շարքում 1 հատ 500 դրամանոց, 1 200 դրամանոց և 2 հատ 100 դրամանոց, որը կազմում է 900 դրամ։ Ասեմ, որ միատեսակ գումարելիները նաև կարելի է փոխարինել արտադրյալով։ Օրինակ 3 հատ 100 գումարելու փոխարեն կարելի է գրել 3 անգամ 100 կամ 2 հատ 200 գրելու փոխարեն 2 անգամ 200, սա երկրորդ խմբում։ Իսկ երրորդ խմբում 2 հատ 100 գրելու փոխարեն կարելի է գրել 2 անգամ 100։ Խնդիր 311։ Արջն ու իր քոթոթը որոշել են 48 ձուկ որսալ։ Մինչև կեսօր քոթոթը բռնել է 8 ձուկ, իսկ արջը 3 անգամ շատ։ Անգամ շատ, հիշում ենք ինչ գործողություն ենք կատարելու։ Որքան ձուկ նրանք դեռ պիտի որսան։ Համառոտագրելիս, տեսեք, գրում ենք քոթոթը 8 ձուկ, արջը չգիտենք որքան, բայց գիտենք, որ 3 անգամ 8-ից 3 անգամ ավելի, ընդամենը պիտի որսան 48 ձուկ և մնաց որսալու հարցական ձուկ։ Տեսեք, թվային արտահայտությունը մի քիչ կդժվարանաք միգուցե, ես կօգնեմ ձեզ։ Պետք է սկզբում ամբողջ ձկների թվից, այսինքն թե որքան պիտի որսային 48-ից հանենք քոթոթի և արջի բռնած ձկները, որպեսզի իմանանք որքան է մնացել։ Դա ներկայացնում ենք փակագծում արտահայտության մեջ։ 8 ձուկ բռնել է քոթոթը, 3 անգամ 8 էլ արջը։ Նախ և առաջ կորոշենք, թե արջը քանի ձուկ է բռնել։ 3 անգամ 8 հավասար է 24 ձուկ, արջի բռնած ձկների քանակն է։ Հետո 8-ին կգումարենք 24, կիմանանք, թե արջն ու քոթոթը միասին քանի ձուկ են բռնել։ 32 ձուկ։ Եվ վերջում 48-ից կհանենք 32, որպեսզի իմանանք քանի ձուկ մնաց որսալու։ Պատասխան 16 ձուկ։ 313 համարը հետևելով դասակարգում բերված օրինակին շարունակենք լրացնել եռյակները 4-ական հավասարություն յուրաքանչյուր եռյակի համար։ Մենք սա գումարման արտահայտությունների ժամանակ կիրառել ենք, այժմ կիրառում ենք նաև բազմապատկման ժամանակ։ Վերցնում ենք օրինակի համար 3, 8, 24 եռյակները և գրում 4 հավասարություն, 2 բազմապատկում, 2 բաժանում։ Նույն ձևով կատարում ենք հաջորդ օրինակները և անցնում առաջադրանք 6-ին։ Պետք է հաշվենք բաժանման արդյունքները գրենք։ Եթե աղյուսակը շատ լավ սովորել եք, սա ձեզ համար ոչ մի դժվարություն չի ներկայացնի։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ դասին։